Ավերադարձանք եւ մեր հյուրերն արդեն մեզ հետ են, մինչեւ նրանց հետ զրուցելը փոքրիկ ինֆորմացիա հայտնի երգիչներն ու երգչուհիները համախմբվել են բարեգործական մեկը բոլորի համար եւ բոլորը մեկի նախագծի շուրջ։ Համերգը կայանա նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Բոլոր մանրամասների մասին կպատմեն մեր այսօրվա հյուրերը, ովքեր եւ նախաձեռնել են այս համերգը, տաղավարում են ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը եւ դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Նախքան նրանց այդ զրույցին անցնելը պարզապես ցույց տամ ձեզ այս պաստառը։ Կարծում եմ այն արդեն տրամադրում է, որպեսզի բոլորս այնտեղ ներկա գտնվենք եւ աջակցենք այս գեղեցիկ նախաձեռնությանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեզ մոտ հյուրընկալելու եւ եթե կարելի է մի փոքր մեզ ներկայացրեք, թե ինչ սպասելիքներ պետք է ունենա մեր հանդիսատեսը։ Քանի որ նպատակային է Գայանե ջան, այսինքն մեր ընկերոջ համար բարեգործական համերգ ենք նախաձեռնել, այսինքն բոլորս էլ հասկանալի է, որ ֆինանսական ամեն մի դրամը պիտի փոխանցենք եւ դրա համար ճոխ ինչ որ դեկորացիաներ բաներ չենք խոստանում, բայց համերգը հաստատ մարդիկ երևի վարողներից արդեն պարզ է եւ մասնակիցներից ընտրել ենք այսօրվա ամենա, չեմ ուզում լավագույնները ասել, որ մյուսներին չնեղացնենք, բայց ներկայիս ամենաճանաչված եւ սիրվածներին, որոնց որ ժողովուրդը սիրում է եւ Փառք Աստծո տոմսերի վաճառքը ակտիվացել է արդեն եւ կարծում եմ բարոյ ձեզ։ Ասենց մարդիկ են վարում, մենք տեսանք ձեզ այստեղ համազգեստով։ Խաղարկային պահերել են լինելու։ Դե բնական ամեն ինչ կարող են լինել, որովհետև բեմում տաղանդավոր մարդիկ են, ոնց որ ասես Խաչիկը ինձ հանած, որովհետև ես մեգա տաղանդավոր եմ։ Չէ, քանի որ արդեն վերնագին ասում է համերգի մասին, դրա համար որոշեց Խաչիկը Եղոյան, ով որ կազմակերպում է համերգը։ Սա 3 հրացանակիների նշանաբանն է։ Այո, 3 հրացանակիների նշանաբանը շատ ճանաչված նշանաբան, մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար եւ որոշեցինք հենց պոստերը այդպես էլ հագնված լինենք ու նկարվեցինք, այդ ձին գնացինք, բերեցինք, նկարվեցինք, մի խոսքով համբուրում է հրացանակիներից մեկին, անհասկանալի է ինչու։ հրացանակիներից մեկն է համբուրում ձին, եթե ճիշտ է խոսանք։ Ուրեմն ես մի փոքր Գայանե ջան, եթե կարելի է համերգի մասին ասեմ, ուրեմն Խաչիկը երևի ավելի թռուցիկ ասեց, քանի որ համերգը բարեգործական է, մենք չենք ուզում այս համերգի վրա շատ ու շատ ֆինանսներ ծախսենք, չգիտեմ, բերենք հզոր էկրաններ հետևում։ Բայց դուք ամենակարևորն եք բերել, դուք բերել եք մարդկային ներուժ եք օգտագործում, որը ամենակարևորն է։ Ես ուզում եմ հենց դա փոխանցեմ հեռուստադիտողին, որ նրանք գայելու են վայելեն համերգը, բայց վայելելու են ոչ թե լեդերով, լույսերով, ճոխացված կամ չգիտեմ պարային ինչ-որ համարներով, չէ, ուղղակի լինելու են տվյալ երգիչ երգչուհիները, համերգը բնականաբար վարելու ենք ես, Անդոն, Արմուշը, Վահագը, հումորն էլ ոնց որ ասում ասես Պարային լավ համարներ ունեն։ Պարային համարներ կան, ովքեր են մասնակցելու համերգին։ Մի խոսքով ես ուզում եմ մի փոքր ճակերտներ բացել համերգի հետ կապված, ուրեմն այս համերգի մասին մենք պլանավորել ենք ավելի շուտ, մոտավորապես մի 4 ամիս առաջ, հետո ասացինք Աստված տա մենք բանը չհասնի դրան, որպեսզի մենք կարողանանք մենք կազմակերպենք բարեգործական համերգ, բայց այս վերջերս այնպես եղավ։ Հիմա քանի որ այսքան անկեղծացանք, ես ասեմ, ճիշտ ասած Ռաֆոն բացեց փակագծերը, մենք չէինք ուզում։ Ես սիրում եմ փակագծերը բացեմ։ Երբ որ ես մի կերպ համոզեցի, որ նման բան անենք, եւ դրա համար իմ մոտ էս գաղափարը ծնվեց։ Մեզ մոտ ոչ օֆիցիալ զրույց է, այնպես որ այո, խոսքը նստացինք։ Այս ամեն ինչ արեց Ռաֆոնը։ Սա կարծում եմ նաև ճիշտ քայլ է, որպեսզի հանդիսատեսն էլ իմանա, թե ինչի համար է, ուր է գնում եւ ինչ նպատակ է ծառայել, որովհետեւ սա, այո, վերջերս նմանատիպի ինչ-որ բաներ լինում, խափում են կամ չեն խափում, կամ չգիտեմ ինչ-որ բոլորը դառել են չարչի, գումար հավաքող են դառել, չգիտես ինչի, մենք չենք ուզում, որ տպավորությունը թողնենք, որ մենք գումար ենք հավաքում կամ ինչ-որ բան ենք անում, չէ, մենք պարզապես փորձում ենք մեր ընկերոջը օգնել եւ մենք էլ հանդիսատեսը որ պետք է գա, ինքը կվայելի համերգը 2 ժամ կուրախանա, կփարի կծիծաղի կարգը, որ մենք կենթանի ենք իրար պետք, ոչ թե ժամանակին նորաձև էր, չէ, մեր ընկերից հավաք սրտի երիտասարդ կորցնում ենք ընկերներին, նոր ինչ-որ բաներ են անում, մենք պիտի իրար հասնենք կենթանության օրոք։ Լավ, իսկ եթե կան մարդիկ դերասանների մասին է խոսքը եւ ուզում են իրենք էլ իրենց լումաններ դնեն եւ ներկա գտնվեն այս համերգին։ Այս ցուցակը, որ այստեղ ներկայացված է, հնարավոր է փոփոխվի եւ հնարավոր են անակնկալներ։ Իհարկե, անակնկալներ հնարավոր են, մենք կարող ենք մի փոքրիկ գաղտնիք բացել, մենք ունենք աշխարհի չեմպիոն բրեյք դանսի հայ պարող, որը Հայաստանում չի ապրել, բայց վերադարձել է հայրենիք,
այսօրվա իրականության համար շատ ուրախ լուր, որ վերադարձել է հայրենիք ապրելու եւ այդ ժանրում, այդ բրեյք-դանս չէ, պոպ, չգիտեմ, ոնց եմ ասում, այս ժանրում աշխարհի չեմպիոն եւ մի քանի Եվրոպայի կարծեմ եւ այլն, նա կլինի եւ ունենք անակնկալներ, որ մյուսների մասին չեմ ասի։ Եվ որպեսզի մեր հեռուստադիտողները ավելի լավ պատկերացնեն, թե ինչ համերգ է իրենց սպասում, ես պարզապես մի քանի անուն այստեղից ընթերցեմ՝ Ռազմիկ Ամյան, Քրիստինե Պեպելյան, Արամե Հայկո, Սոֆի Մխեյան, Սոնա Շագելձյան, Ռաֆո Արսեն Սաֆարյան, Ռաֆո, Սիլվա Հակոբյան, Հասմիկ Կարապետյան, Արսեն Գրիգորյան, Աննա Խաչատրյան, Անահիտ Սիմոնյան, Մարտին Մկրտչյան, Նարեկ Բավեյան, Անգելինա Գասպարյան, Նարեկ Մեծ Հայքից, Կամո Սեյրանյան, Աղասի Իսպիրյան, Արսեն Գրիգորյան, Գոհար Օվանեսյան, Ռուբեն Սասունցի, Անի Լուպե, Հայկ Գուրգարյան, Այրադես, Այոև համեմված է լինելու բոլոր երկիշների հետ տարոնցիներ։ Այսինքն ազգային եւ դեռ կան անուններ, ով մարմերը որ այդտեղ նշված չի, Գայանե ջան, որովհետեւ մարդիկ էլի ցանկություն են հայտնել, որպեսզի իրենք մասնակցեն համերգին, բայց քանի որ արդեն ավիշը տպվել էր եւ նրանց անունները դեռ այդտեղ չկա։ Այսինքն անակնկալներն ոնց որ դուք այս ամենից բացի դուք պատկերացեք իսկապես երաժշտական եւ ընդհանրապես ես թվում է հրավառություն է լինելու այդ օրը եւ շատ գեղեցիկ համերգ է սպասվում։ Չի բացառվում, որ մեգա հայտնի աստղեր լինեն, նախնական պայմանավորություն ունեն, չեմ ուզում խաբել, բայց չի բացառվում։ Դրա համար ովքեր որ կան, հաստատ կլինեն, ովքեր որ գրած չեն, կավելանան։ Չեմ պատասխանում։ Հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես ուզում եմ որտեղ է եւ որը, այո։ Խոսում ենք համերգի մասին, մարդիկ կմտածեն, այս համերգը լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասեմ Ամերիկայի տոն չունենք։ Ուրեմն նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:00-ին բոլորից սպասում ենք սիրով, եկեք 2 ժամ 2 ժամ 30 րոպե վայելեք գեղեցիկ կատարում, վայելեք կենթանի հնչողություն սիրված արտիստների մասնակցությամբ։ Մնացածները կգնաք ընկերներին կպատմեք, ես վստահ եմ, որ համերգից հետո հաստատ գնալու են ասեն ափսոս դու չեկար, որովհետև իրոք շատ լավ համերգ էր, վաղուց նմանատիպ համերգի չէինք մասնակցել։ Մի խոսքով հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք այնտեղ։ Հանդիպենք։ Լավ, իսկ ինչ որ բաներ որ կուզեիք ավելացնել։ Ինչ որ բան գուցե բաց թողեցինք, որովհետև ի վերջո դուք եք կազմակերպիչները, ինչ որ ներկություններ կան մարդիկ, որ ցանկացել են երկու լինելու կամ զուգերքներ, հետաքրքիր բաներ կլինեն, չբացենք ծրագիրը, որպեսզի ավելի բան։ Ես կուզեի ուղղակի ժողովրդին խնդրել, ինչի՞ չեմ ամաչի այդ խոսքից, խնդրել, որ վստահությամբ թեպետ այսօրադրությամբ ինչքան զանգեր եղել են եւ գնում են տոմսեր, ոչ մեկ թերահավատորեն չի գնել, բայց ճիշտ ասած Ռաֆոն, այսօրվա իրականության մեջ կա այդ խաբեությունը, շատ մարդիկ ինչ որ անուններ են դնում բարեգործական, մի երկուսը կասայում ասել են այս բարեգործական էլի հերթական եւ այլն, հասկանալի պատճառ, որտեվ հասցեատիրոջը չէին շեշտել եւ այլն, ուզում եմ որ հավատան եւ հասկանան, որ այսքան լուրջ մարդիկ ստի կողքը չեն հավաքվել եւ ոնց կարգն այդ ամեն ինչը չեկերով են ասում, ինչով են ասում, փոխանցվելու է մեր ընկերոջը։ Դե մենք շեկերը բանում ասում։ Եվ արդյունքը մենք տեսնելու ենք։ Ամեն դեպքում տեղի ունենալու է համերգ։ Իհարկե, դա է կարևորը։ որ իրենք համ վայելելու են, համ մի կրակոցով երկու նապաստակ են գործում։ Հետագայում թե դուք ինչ կանեք գումարը կարծում եմ արդեն դա ձեր սրտի եւ Դրա համար Գայանե ջան, մենք քանի որ մի փոքրիկ լումանել է շատ կարևոր, մենք չենք ուզում շատ դեկորացիայի վրա գումար ծախսենք, որ չենք ուզում շատ $5000 ծախսենք դեկորացիայի վրա։ Մասին խոսքը նրա մասին է, որ մարդիկ միևնույն է կգան եւ համերգը կվայելեն։ կվայելեն։ Ուրիշ բան թե ինչ սրտով նրանք կգնեն այս։ Ամբողջ գումարը ես հասույթ է տալու եմ Ռաֆոյին, որ ուղղակի ինչ ուզում ա թողա։ Ես գնամ Վրաստան մեքենան վերցնեմ գամ, այդ մեքենան վաճառենք, ինձ ինչ ես տալի, որովհետեւ չնայած ես վերջին շրջանում ես Եվրոպա մի քիչ շուտ եմ գնում։ Երևի այդ է պատճառը։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Շատ լավ է, որ այս դրական էմոցիաներով ենք Պարոն սկսել։ Եղան, դուք մշտապես ներկայանում եք շատ հետաքրքիր նախաձեռնություններով եւ քանի որ դուք հայտնվել եք մեր տաղավարում, Ռաֆայելին վերջին ժամանակներում շատ հաճախ ենք այստեղ տեսնում, բայց դուք էլ ունեիք շատ գեղեցիկ նախաձեռնություն, որը ընթացքի մեջ էր եւ պետք է ավարտական փուլը ունենար 100 դրամ Երբ որ դուք հրավիրեցիք այս նախագծով, ես ամաչում եի, գայ, որովհետեւ ասացի, որ շուտով պիտի ես խնդրեմ ձեզ որ գամ։ Վերջապես որ ձեր եթերում ասեմ այդ օրը ցուցահանդեսի շուտով։ Նոյեմբերի վերջը։ Շատ լավ, մենք կսպասենք, որպեսզի հանդիպենք եւ ավելի մանրամասն ներկայացնենք։ Ես ձեր եթերում եմ խոստացել դրա մասին խոսել առաջինը։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ձեզ լավոր ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, հուսանք, որ ոչ եղանակը, ոչ մի այլ ինչ-որ բան ձեզ չի խանգարի, որպեսզի դուք ներկա գտնվեք այս համերգին։ Մեր այսօրվա հյուրերը խոստանում են, որ 2 ժամից ավել բարձր տրամադրություն նրանք ձեզ անպայման կապահովեն։ Եվ հիշեք, որ սա ունենալու է բարեգործական նպատակ, կարծում եմ, որ դուք ձեր լուման կունենաք եւ կունենաք այդ լուման մեծ հաճույքով։